Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Բարի երեկո, սիրելի աշխարհասփյուր հայություն, ես այսօր դուրս եմ գալիս շատ կարևոր եւ հատուկ խոսքով եւ հայտարարում եմ, որ Աստծո ձայնը հաղորդաշարը թեվակողում է իր ամենակարևորագույն հաղթական փուլ, որը արդեն իսկ հասցնելու է ամենակարևոր մեր արժևում դրված այն նպատակի, որը որ բազմիցս ենք այս մասին խոսել, հազար անգամներ ենք խոսել, այն է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձնելու հայ ազգին եւ դեմոնտաժ անելու Կուկուշկայի աթոռը եւ մեր եկեղեցին հանձնել իր բուն առաքելությանը այն բոլոր գործառույթներին, որի համար կոչված է եւ կանչված է հոգեվորականությունը եւ սեփականատեր ճանաչելով իհարկե հայ ժողովրդին, հայ հավատացյալին, որպիսի մտնենք այն իրական հոգեվոր հարթություն, որը որ ոչ միայն բարենպաստ է լինելու մեր բոլոր պետական ազգային անվտանգային խնդիրներին, այլ նաեւ մեր առաջնահերթ հոգեվոր անվտանգությունը, այսինքն հոգիների փրկությանը եւ ոչ թե կորստյանը, որ մատնել են կորստյան 26 տարիներ շարունակ հավատացյալներին խաբելով։ Ինչպես որ ձևավորվել է ավանդությունը, ես կուզեմ միասին աղոթենք այսօր սիրելիներ, տերունական աղոթքով եւ կխնդրեմ, որ սկսեք տարածել բոլոր հնարավոր միջոցներով դնելով նաեւ խմբակների մեջ, որովհետեւ այս խոսքը շատ արդիական եւ կարեւոր է լինելու, քանի որ պայմանավորված է ընդամենը մեկ կարեւորագույն գաղափարով։ Ինչ է մեզ բոլորիս սպասում, դրանից հետո, երբ որ Կտրիչ Ներսիսյանը հեռացվեց այս կաթողիկոսական գահից, թե ինչ է լինելու հետո, որովհետև սա պետք է բոլորիս հուզի, բոլորիս հետաքրքրի եւ իհարկե այս ամեն ինչի համար է արվել, ինչ է եղել նպատակը։ Ուրեմն դրա համար քննարկումը բավական լայնածավալ է լինելու այսօր, դուք պետք է զինված լինեք մի քիչ համբերությամբ եւ խնդրում եմ հիմա միասին աղոթենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս սեբերկրի, ըսհաց մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզ իփորձություն այլ պրգյազ մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Տեր, եթե շրթունս իմ բանաս, բերան իմ երկեսե զորտնությունս քո։ Տեր, եթե բանաս իմ շրթունները, ապա պետք է օրհնությունը իմ բերանը ասի։ Երկի։ Ահավասիկ այս սաղմոսով մենք միշտ սկսում ենք գիշերային ժամերգությունը եւ առաջին իսկ տողն է սաղմոսի, որը որ այսօր ուղված է մեզ։ Մենք կանչված ենք այսօր օրհնություն բերելու, օրհնության խոսքը եւ մեր ժողովրդին ասելու այն, որ միայն Տերը կարող է բանա մեր շուրթերը, որպեսզի միշտ մեր կյանքի դժվար եւ ուրախ պահերին փառաբանենք իրեն, միշտ գովաբանենք իրեն եւ միշտ ծնկադրենք եւ իր առջև կանգնենք, քանի որ նա է մեր սրտները, մեր հոգիները թափանցում եւ նա գիտի մեր մտքերը, մեր խոսքերը եւ մեր գործողությունները եւ դատաստանի առաջ կանգնելու է ամեն ոք, ամեն մարդ։ Ահավասիկ սիրելիներ, Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհարանը վեհի շարժումը տևակողում է վերջնական եւ հաղթական փուլ։ Այսօր ազատագրվեց Արմավիրի հայոց թեմը եւ ես ուրախ եմ, որ բարեխնամ Սիոն arczepiskopos-ը Սուրբ Եվանմախ պատարագ մատուցեց Սուրբ Գևորգ եկեղեցում եւ շատ կարեւոր եմ համարում երկու սրբազան հայրերի մասնակցությունը Գերաշնորհք նախ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Բալթյան երկրների հայոց թեմի բարեխնամ առաջնորդը եւ Վանորեից տեսուչ Գերաշնորհք Արտակ սրբազան եպիսկոպոս։ Նրանք այսօր իրենց օրհնության խոսքը եւ իրենց սրտաբուխ աղոթքները բերեցին պայծառացնելու մեր Սուրբ Հայաստանյաց առաքելական եկեղեցին, որտեղ որ ոչ մենակ պատարակել է սրբազան հայ առաջնորդը Արմավիրի թեմի, այլ նաեւ հոգեվոր դասի հետ միասին աղոթքներ են բարձրացել մեր ազգի, մեր պետության, մեր եկեղեցու եւ մեր սիրեցյալ ժողովրդի համար։ Սա իհարկե սիրելիներ շատ կարեւոր է
որ Նիկոլ Փաշինյանը, որը որ փաստորեն գլխավորում է այս վեհարանը վեհի շարժումը, որթեգրել է նման ուղին, հա, նման ճանապարհ։ Նա պատարակներով ազատագրեց մայր եկեղեցին։ Շատ հետաքրքիր է, բայց այստեղ ես պիտի ասեմ, իհարկե, որևէ մեկը իր փոխարեն դա չէր կարող անել, պատարակներով ազատագրել, որովհետև այստեղ ոչ միայն այն հանգամանքն է, որ նա մեր եկեղեցու ճշմարիտ զավակն է, հանդիսանում, քրիստոնյա է, այն մարդն է, որը ապրում է ավետարանի խոսքի համաձայն, այն մարդը, որը հետաքրքրված է, որ եկեղեցին լինի պայծառ, այն նաև անշուշտ իր պետության ղեկավարի հանգամանքներ։ Այսինքն ես անեի այդ գործը չէր հաջողվի, շատ լավ հասկանում եք ինչ պիտի լիներ, իմ գլխին ինչ փորձանքներ պիտի բերեին, եթե անեինք։ Այնա Հայր Կորյունը փորձեց 18 թվականին։ Ոչինչ չստացվեց։ Դրա համար շատ գեղեցիկ եղավ, որ վերջապես երկրի վարչապետը Սուրբ Հոգով լցվեց, իր իմաստությունը, իր վրա երկնային իմաստությունը իրեն փաստորեն զորացրեց Սուրբ Հոգին եւ այդ իմաստությունը ինքը իսկապես ունեցավ, որտեղ դա երկնային շնորհքն է, այդ իմաստությունը երկնային։ Եվ նա հոգու աչքերով տեսավ այս բոլոր արատավոր եւ անփարունակ երևույթները, որի մասին ձեր խոնար ծառան Տեր Սահակ Քահանա Գալստյանը տասնամյակներ բարձրաձայնում էր ամեն հնարավոր միջոցներով եւ երբ որ արդեն Facebook-ի հարթակը եղավ գրեթե 2008 թվականից սկսած ես որտեղ սա երրորդ էջն է, գիտեք, չէ, նախքին երկու էջը սկոտրել են, այն ժամանակ Սերժներ, մի խոսքով խայտարակություններ էին։ Աշխատել եմ ամեն կերպ, ուրեմն մեր ժողովրդի հետ խոսել, բացատրել եւ գիտեք, իմ ամենօրյա քրտնաջան աշխատանքներով, այս աշխատանքները, որ ես տարել եմ օր ու գիշեր, հանգիստ չեմ տվել ինձ, չեմ ունեցել իմ այդ ժամանակը, որ պիտի տրամադրեի ինչ որ մի հաճելի բանի համար, իմ անձնականի համար, ես այն զոհաբերել եմ հանուն մեր եկեղեցու, հանուն մեր ժողովրդի, հանուն այսօրվա ազատագրումի։ Եվ ով որ կփորձի նսեմացնել այդ արժեքը, այդ գործն է, արժեքը, չեմ բուժվել, դրա համար հազում եմ։ Ուրեմն նա իսկապես կարժանանա Աստծո դատաստանի։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, պատահական չէ, որ անդրադարձել եմ այսօր այն կարևոր հարցին, թե ինչ է առջևում սպասում եւ ինչ գործառույթներ պետք է իրականացնի նոր կաթողիկոսական տեղապահը։ Նախ եւ առաջ ես կուզեմ ընդգծել, որ անշուշտ ես այստեղից բարձրացրել եմ այդ հարցը, նույնիսկ մատնանշելով այն տեխնացուին, որին ես անձամբ իմ տեսլականով տեսնում եմ այս աթոռի վրա։ Մարդիկ կարող են ինձ հետ համաձայն լինել, համաձայն չլինել, բայց ինչ ցույց տվեց իմ Facebook-յան էջի մեջ հարցումը, կոչը, գրառումը ապացույցել է, որ Բաղդասարյան երկրների հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը ունի բավականին բարձր ռեյտինգ եւ իրեն համակրում է հայ հասարակությունը, հայ ժողովուրդը, նա պետականամետ անձնավորություն է կներեք, եւ ես նորից պիտի պնդեմ, որ այդ տեխնացուի համար ես անձամբ տանելու եմ պայքար։ Ես տանելու եմ պայքար, որովհետև նշված 10 հոգիներից եւ ըստ արժանվույն այդ 10 հոգիներից մեկը պետք է լինի կաթողիկոսական տեղապահ, քանի որ դրանք բարձրաստիճան հոգեվոր դասի այն կարկառուն ներկայացուցիչներ են, որոնք հանձն առան, այս խաչը վերցրեցին եւ առաջնորդեցին վեհարանը վեհի Հայաստանի Հանրապետության վսեմաշուկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ շարժման փաստորեն իբրև հոգեվոր առաջնորդներ այդ գաղափարը։ Սակայն տրամաբանությունը ինձ նաև հուշում է, որ ոչ մեկը այդ սրբազան հայրերից չպիտի նեղվի իմ խոսքի վրա, որ ես այսօր նորից կրկին անգամ կբարեխոսեմ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի կողմից։ Եվ վստահեցնում եմ, շատերին վստահեցնում եմ այստեղից եւ ասում եմ սա պատասխանատվությամբ, որ ես ազդելու եմ այդ ընտրության վրա ինքս։ Իմ հնարավորություններով ես հիմա չեմ գախնազերծվի եւ իմ լծակներով, բայց ես ազդելու եմ, քանի որ ես չեմ ուզում, որ այն աշխատանքը, որ թափել եմ անձամբ ես, սա իմ հաղթանակն է, սիրելի ժողովուրդ, սա ձեր հաղթանակն է, մենք հաղթել ենք, դուք հաղթել եք, բոլորս ենք հաղթել։ Բայց այս գործը առաջ եմ տարել ես։ Ուրեմն չեմ ուզենա ջուրը գնա։ Եվ պիտի անեմ այնպես, ինչպես որ գտնում եմ ճիշտ, որպեսզի մեր եկեղեցին կարողանա ամբողջովին մաքրվել։ Ուրեմն առաջինը, ինչ եմ ես այստեղից հայտարարում, որ առանցքային հարցերն են ինձ համար կարևոր եւ արդիական ամենաառաջին քայլերը կաթողիկոսական տեղապահի, ով որ ընտրվի,
Առաջինը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, որը հանդիսանում է Գարեգին B. Սատանայապար չկաթողիկոսի հարազատ եւ կրտսեր եղբայրը, պետք է ոչ մենակ անմիջապես կանչվի Էջմիածին, եւ ես կարծում եմ կանչվելուն պես էլ հայոց սահմանապահները պետք է անմիջապես այդ անձնավորությանը կալանավորեն օթակայանում եւ պետք է անմիջապես արտահանձնեն անմիջապես Ուկրաինայի պետությանը։ Սա թիվ 1 առանցքային խնդիրն է, որը ես այստեղից դրել եմ։ Մենք չենք կարող մեր եկեղեցու մեջ ունենալ բարձրաստիճան հոգեվորական։ Ես չեմ խոսում մնացած բոլոր բաներից, ես բավականին խոսել եմ այդ կերպարի մասին, այդ ստահակի մասին։ Իր ամբողջ կյանքի նկարագիրը վերից վար, իր բոլոր մեղքերը սարսափելի ես կարող եմ այսօր մատուցել ամբողջ աշխարհի հայությանը եւ համայն մարդկության առաջ դնելով, որովհետեւ ինքը այսօր նաեւ գործել է համորեն մարդկության դեմ հանցանք։ Սա մարդկության դեմ է, մարդ հարարացի դեմ է։ Այն ինչ որ Արբադ ջոկատը կազմակերպել են եւ նա մարդասպաններ է հավաքագրում, ուղարկելով Ուկրաինա, որպեսզի այնտեղ զանգվածային սպանություններ իրականացնեն։ Եվ այդ թվում ոչ միայն ուկրաինացի մեր սիրեցյալ եղբայր քրիստոնյա ժողովրդին, այլ նաև մեր հայության այն հատվածի, որոնք վաղուց արդեն դարձել են Ուկրաինայի քաղաքացիներ կամ ունեն մշտական կացության իրավունք այնտեղ ապրում են եւ իրենց համար սա դարձել է երկրորդ հայրենիք, որը օթևանել է իրենց կյանքի ծանր պայմանների ժամանակ եւ իրենք այսօր այնտեղ իրենց այդ երկիրը, որ ժամանակին ընդունել է իրենց դժվար օրերին, այսօր դրանք կանգնել են եւ պաշտպանում են իրենց հայրենիքը։ Ռուսաստանի Դաշնությունը այսօր սանձազերծել է ոչ բարոյական պատերազմ, այսինքն պաշտպանվում է Ռուսաստանը, պաշտպանվում է, ուզում են հարցեր ուղղել շատերին, որոնք հիմա են չեն հասկանում, որ Ռուսաստանը այսօր ուզում է օկուպացնել Ուկրաինան, կուլ տալ, ինչպես ժամանակին 14 թվականին օկուպացրեց Ղրիմը։ Եվ ուկրաինացիք դրանք կուլ տվեցին այդ հանցանքը։ Եվ եթե դրա վրա կանգ առներ, այսպես ասած, այս հարցը գուցե այդ թշնամությունը այդ աստիճանի չհասներ։ Ուրեմն Ռուսաստանի մեջ ապրող հայությունը, եթե ընդգրկվում է մարդասպանության մեջ, նշանակում է ոչ թե պաշտպանում է իրենց նոր հայրենիքը, որտեղ որ դրանք ապրում եւ ստեղծագործում են, ոչ, նրանք պաշտպանում են սատանայություն, մարդասպանություն, այսինքն գործում են ծանրագույն մեղք, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը այսօր իսգոյ պետություն է համայն աշխարհի ամենաբարձր պետությունների համար։ Եվ ոչ մեկ չի կարող արդարացնել մարդասպանությունը։ Սա երկու եղբայրների Կայենի եւ Աբելի այն պատմությունն է աստվածաշնչյան, երբ որ նախանձությամբ Կայենը սպանեց Աբելին։ Ուզում եմ Դոն Պուպուլիկին, մյուս սվոլոչներին, որոնք այսօր ցույցեր են անում, խուժանություններ են անում, իրենց այդ հարցը տակ։ Ինչի համար Կայենը սպանեց Աբելին։ Այդ հարցը տվեք։ Թող պատասխանի։ Ինքը ասում է, գոռում է, չէ՞ որ ինքը հավատացյալ է։ Գնացեք այդ հարցը ուղեք նաեւ այդ Եզրաս arczepiskopos Կոչեցյալին, ինչի համար Կայենը սպանեց Աբելին։ Եվ ինքը փաստորեն այսօր Կայենի կողմն է բռնել եւ քայլեցնում է աղքատ այդ հայության հատվածը, որովհետեւ աղքատներն են ընկնում, հա, այդ ճանգը։ Մի քանի փող կոպեկ աշխատելու համար մսաղացի մեջ է դնում եւ փաստորեն անում է զոհաբերություններ Լյուսիֆերի համար։ Այ ինչ է անում Եզրասը։ Ուրեմն դրա համար այդ առանցքային հարցը ես չեմ ուզում մեր եկեղեցին դինի խայտարակված մինչև վերջ։ Եթե մի բարձրաստիճան հոգեվորական հատուկ ցուցակում է հայտնվում եւ պետությունը, որը մի քանի անգամներ ավելի հզոր, հա, քան թե Հայաստանը, դնում է միջազգային ատյանում այդ հարցը, որ Եզրասը միջազգային հանցագործը եւ պետք է նա ձերբակալվի եւ հանձնվի Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի դատեն իրեն այնտեղ, ես գտնում եմ, որ հայոց պետական այրերը, ինչպես նաեւ պատկան մարմինները եւ իհարկե հոգեվոր մեր ամբողջական դասը գլխավորությամբ նոր տեղապահի, որը որ պետք է լինի, պետք է անդրադարձանեն եւ պետք է անմիջապես ուրեմն Եզրասին ուղարկեն գրողի ծոցը։ Նա պիտի վերջանա իր կյանքը, ուզում եմ ընդգծել այստեղից, պիտի վերջանա Ուկրաինայում։ Սա թիվ 1 խնդիր է։ Երկրորդը, որտեվ սա էլ մաքրման հետ կապված է, հա։ Երկրորդը, ինչը պետք է այսօր արձանագրել։ Իհարկե, սիրելի ժողովուրդ, ես գտնում եմ, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին լուրջ բարեկարգման եւ բարեփոխումների կարիք ունի։ Եվ առաջնային այն է, որ այս եկեղեցում պետք է իհարկե շատ նոր մոտեցումներ դրսևորվեն
որովհետև կուսակրոնության այս հարցը կգնում եմ չի կարող մնալ նույն վիճակում խաբեփայության մեջ վեհարները դնեն խափեն գնան կողքից կին ունենան սիրուհի ամուսնանան եւ այն զավակներ այս բոլորը մեջտեղից պիտի դուրս գա ուրեմն այս հարցը պիտի նմանապես դիտվի իբրև առանցքային հարց եւ պետք է իր վերջնական լուծումը ստանալ ինչպես արդեն անգամներ ասել եմ այսօր պիտի եւս շեշտեմ կուսակրոնությունը պետք է սերտորեն կապված լինի վանքի եւ բանական կյանքի հետ վանքից դուրս որևէ մեկը որևէ մի հոգեվորական կուսակրոն լինել չի կարող եթե ասում են կուսակրոն է մենք մեզ ենք խափում ինքը խափում է հա Աստծուն է խափում իրան է խափում բայց նաեւ մենք մեզ ենք խափում դրանով ուրեմն դա պիտի վերջ տնենք եւ իհարկե սիրելիներ այն մարդիկ որոնք այսօր գործել են սրիկայություն եկեղեցում 25 տարի 26 տարի արել են այն ինչ որ հակառակ է Աստվածաշունչ Մատյանիին մեր եկեղեցու ավանդությանը առաքելական կանոններին եկեղեցական ընդհանուր կանոնակարգին սուրբ հայրերի գրվածներին իհարկե նրանք պետք է անմիջապես արմատախիլ արվեն ով որ ցանկանում է ապաշխարությամբ վանք քաշվել եւ այնտեղ անցկացնել ինչու՞ չէ 1-2 տարի ապաշխարելու արտասունքով աղոթքով ծոմով ու պահքով սրբելու հանցանքները խնդրեմ հրամեցեք ով որ չի ցանկանում նրանք պետք է հանեն իրենց հակից իրենց հոգեվորականի զգեստները ուզում եմ դա ընդգծել թող ականջիող անեն բոլորը թող ուշադիր լսեն ու հեռանան արհավիտյան եկեղեցուց ոչ մի գործ չունեն նրանք եկեղեցու հետ ընդհանրապես գործ չունեն նույնիսկ հարցական է իբրև հավատացյալ պիտի թույլ տանք իրենց որ նրանք մտնեն եկեղեցի թե ոչ սա էլ մեծ հարց է եւ կարծում եմ սա էլ պետք է նոր տեղապահը այդ հարցը պետք է արծարծի եւ պետք է քննարկումներ ունենա այս հարցի վերաբերյալ ինչ վերաբերվում է նմանապես ընդդիմության այդ բոլոր դեմքերին ովքեր այս շրջանում պայքարել են փաստորեն սրբության դեմ հոգևոր բարոյական քրիստոնեական արժեքների համակարգը պղծելով տասնամյակներ նրանք արել են դա այդ իրենց անփարունակ գործունեությամբ քաղաքական դաշտում այսօր էլ ջրաղացին կտրիչ սատանայի ջուր են ածել նմանապես նրանք էլ պետք է կանչվեն ապաշխարության այսինքն ես պետք է այդ բան առաջարկը մտցնեմ որ դրանք պետք է զկված լինեն հաղորդություն ստանալուց եկեղեցում եւ պետք է իսկապես մեղքերի թողություն ստանան երբ որ խելքը գլուխը կգա իրենք եւ իրենք ծնկի կիչնեն Աստծո առաջ եւ գիտակցեն որ ինչ որ ասել են խոսել են հայհոյել են անիծել են եւ այլն այս բոլորի համար մեղա են գալիս եւ սրտանց ապա նոր պետք է նրանք իրենց հոգեվոր ընթացքը շարունակեն իբրև հավատացյալի կարգավիճակում սա էլ առանցքային հարցերից մեկն է այսինքն եկեղեցին պրախադնվոյ դվոր չէ միտինգի չգիտեմ բանի տեղ չէ քաղաքական հարթակ չէ դավադրություններ սպանություններ չգիտեմ պոզիցիոն ամեն տեսակի այլանդակություն անելու տեղ չէ եկեղեցին աղոթքի խոկման ապաշխարության հոգիները փրկելու վայր է եկեղեցին դրա համար է մարդը գալիս է հոգևոր կյանքը ապրելու որպեսզի այս կյանքի երկրային կյանքի ավարտին հասնելով իր հոգին փրկվի հավիտենական կյանքին արժանանա այդ դրա համար է մարդ գալիս եկեղեցի ոչ թե գալիս է քաղաքականություն քարոզի եկեղեցու բեմից կամ բակում կանգնել ցույցեր անել այնտեղ միտինգներ սա անընդունելի է սա չի եղել երբեք մեր պատմության մեջ ու չի էլ լինելու հետ այսու չի եղել սա նախկինում 26 տարին ավազակախումբը կամ ինչպես որ անվանել է Տաշիր Սամոն ես իր բառերով ուզում եմ այս անվանել փոքրիկ խմբակը որը տիրել է Մայրաթորը կլանել է ամբողջական եկեղեցին որտեղ ցանցային կառույց է եւ շատ ճիշտ միջայլոց հայկական ժամանակի տաղավարից եթե չեմ սխալվում բարձրաշնորհ Վազգեն arczepiskopos Միրզոխանյանը անդրադարձ ունեցավ եւ անվանեց որ Հայաստանյաց եկեղեցին վերածվել է խորքային պետության ես խորքային պետության մասին շատ եմ խոսել ինչ է դասական հասկացողությունը խորքային պետության գլոբալիզացիայի մասոնականության սատանիզմի չգիտեմ կաբալայի եւ այդ բաները ես բազմից արծարծել եմ COVID-19 խաղի ժամանակ եւ կարծում եմ հավատացյալ հոտը լավ հիշում է իմ եթերները այս առիթով բայց նաեւ շատ ճիշտ բնութագրեց arczepiskopos Վազգենը որ խորքային պետության նաեւ վերածեց Կտրիչ Ներսիսյանը մայր եկեղեցին քանի որ նա հետևորդ է սատանայապաշտ է եւ ես չեմ ասում որ ինքը աթեիստ է ըստ էության ինքը անաստված մարդ է նա կաբալիստ է դարձել սատանիստ է դարձել մասոն է դարձել իր պաշտոնը պահելու աթոռը դիրքը փողի համար ինչպես որ կոմունիստական կուսակցությանը երթյալ էր եւ հատուկ ծառայությունների Ռուսաստանի ծառան եղավ իր աթոռի իր փողի իր կաշվի համար նա լրիվ անբարոյական մարդ է
Եվ այսօր, երբ որ երկրի վարչապետ ասում ամենամեծ աղանդավոր ինքն է, հավաստիկ ես կխնդրեմ իմ էջը այցելեք եւ ընդամենը 1 ժամ չկա, ինչ հրապարակել եմ մի կարևոր տեքստ, որը պատրաստել եմ հիմնված փաստերի վրա, որը որ ամբողջովին ներկայացնում է մատնանշելով այն կարևորագույն կետերին, վերցրած Սուրբ գրքից եւ առաքելական կանոններից, այդ նմանապես հիմնվելով ընդհանրական եկեղեցու Սուրբ հայրերի գրվածների վրա, որ սա համապատասխանում է իրականության։ Այո, նա մի այլ տեսակ աղանդավոր է։ Մի այլ տեսակ։ Նախ, եթե ինքը աթեիստ է, արդեն Աստծուն մերժում է, նա արդեն Աստված ուրաց է եւ աղանդավոր է նաեւ այդ բանով, որ ինքը հավատում է, որ Աստված չկա։ Ինքը դրան է հավատում։ Երկրորդը, սիրելիներ, այս տականքը նաեւ հավատում է, որ բոլոր միջոցները, որը նա անում է եւ այդ միջոցները ծառայում են այն նպատակին, իհարկե իր անձնական շահին են ծառայում, որը որ ուրեմն ամենակարևորն է եւ գերազանց է այդ նպատակը, գերազանցում է բոլոր ազգային, պետական եւ ընդհանուր ժողովրդի շահերին։ Բոլորը իր համար 0 է, կլոր 0, բայց այս ամենը, ինչ որ ես թվարկեցի քիչ առաջ, իրեն համար կարևորագույն է։ Այսինքն չի կարող էգոիստը, մարդը, որ ոչ մի կապ չունի Հիսուս Քրիստոսի հետ, ավետարանի հետ, Սուրբ Խաչի հետ, ոչ մի նա աղերս չունի։ Այսօր նա բռնազավթել է աթոռը եւ 26 տարի խաղալիք սարքել է եկեղեցին եւ մեզ խաբել է։ Ասել է, որ ինքը կուսակրոն է։ Ես իմացել եմ դա, ես քանի անգամ եմ խոսել, բայց ինձ չի հավատացել ժողովուրդը։ Ոչ բոլորը իհարկե, բայց մարդիկ կային, որոնք չէին հավատում, մտածում էին, որ Տեր Սահակը զրպարտում է։ Տեր Սահակին շահ ունի ինչ որ մեկին զրպարտել։ Ես եկա Աստծուն ծառայելու, ես եկա հավատքի, ինձ ոչ մեկ չի ստիպել, ճիպոտով չի խփել։ Ինչպես որ կտրիչին են խփել ճիպոտով։ Ինքն է պատմել, ես չեմ հորինում դա։ Ինքն է պատմել։ Շոթակար Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանի, երբ որ Դեր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ էր, գալիս էր այդ շոթան դասեր էր անում եւ անցկացնում էր ուրեմն այդպես պարապմունքներ, երաժշտություն եւ այլն։ Կտրիչը գալիս կանգնում էր իր կյանքից դրվագներ էր պատմում այդ ժամանակ։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Դեր կոմունիստական այդ վերջին տարիներն էին, կոմունիստական շրջանի վերջին տարիներն են, արդեն սկսվում էր Ղարաբաղյան շարժումը։ Գալիս էր այդ հեքիաթներն էր պատմում եւ ինչ էր պատմում, որ իրան հայրը զորով ստիպում էր Գիժ Գրիգորը, իրան եւ եղբորը այդ փոքր Եզրասին։ Եվ ուղակի ժամը 4-ին գիշերը վեր էր կացնում անկողնուց ու ստիպում էր, որ նրանք աղոթք անեն։ Բայց նրանք չեն ուզել դա անել։ Իրենց համար ատելություն էր։ Աստված, այլևս ատում էին նրանք այս բոլոր բաները եւ չէին հավատում։ Հակառակվում էին, որտեղ նրանց գիշերը 4-ին երեխային անկողնուց գցում է սպոլին, ասում է աղոթք արա, կամ ստիպում էր, որ ծնկաչոք բերում էր դեպի մայր եկեղեցին։ Նույն ձևի, տեսա, որ դպրոցում չի կարողանում ուսանել, 5 դասարան է ավարտել մարդը։ Սա փաստ է, սիրելի ժողովուրդ, ես չեմ հորինում։ Սա փաստ է, բոլոր ապացույցները կան, որ մարդը չի ավարտել։ 8-ամյայի դիպլոմը նա առել է այդ վկայականը։ 5 դասարան է ավարտել եւ ման է եկել դրանից հետո փողոցները խուլիգանություն է արել։ Հետո երբ որ ծնողները իմացել են այս մասին, Հայ Մաթեվոսի մայրը, այժմ Օղորմածիկ, որին լավ ճանաչում էի ես, Արևը, Տիկին Արևը, Օղորմածիկ, կաշառքեցվել, ճանաչել է դպրոցի տնօրենին եւ կտրիչին տվել են վկայական 8-ամյայի։ Եվ հետո այդ լակոտին իր հայրը Գիժ Գրիգորը բերել է հոգեվոր Գևորգյան ճեմարան։ Այն ժամանակ ով էր ճեմարանում ուսանում։ Մի հատ պատկերացրեք էլ այն թվերին ճեմարան Հայաստանցին որ ճեմարան գնար։ Երբեք դա վատ էր դիտվում, կոմունիստական շրջաններ։ Դուք հասկանում եք որ թվականի մասին է խոսքը։ Ուրեմն բնականաբար, հա։ Մենակ այն որ ռուսական խոսքը отбросы общества, այդպիսի մարդիկ էին գնում։ Սփյուռքից երբ որ գալիս էին, այո, Սփյուռքում դա ընդունված էր եւ լավ մարդիկ, լավ ընտանիքներից զավակներին էին ուղարկում ուսանելու, բայց Հայաստանցին պետք է լիներ խայտարակ մեկը։ Փչացած մարդ, այդպես պիտի դիտեին։ Եվ բերելա գցել այնտեղ, չի կարողացել ուսանի։ Ճեմարանի ուսուցիչները այս մասին վկայել են։ Ես դες մանրամասները ներկայացնում եմ, որպեսզի հասկանաք, որ այս մարդը անկիրթ է լրիվ։ Եվ այդ fake կեսագրությունը, որ բան են արել, հրապարակել են, տարածել են, ինչ ամենը կեղծ է, սկզբից մինչև վերջ։ Որևէտեղ մարդը չի ուսանել։ Որտեղ որ գնացել է, ազատ ունգդրին կարգավիճակով, բայց իրականում որպես գործակալ է ուղարկել։ Ինչ է արել, զբաղվել է այնտեղ դրանով, որ թերթերով ման է եկել կանանց, ովքեր ուզեցել են փողի դիմաց ունենալ սեռական հարաբերություններ։ Դրանով է զբաղվել։ Ուրեմն այս ամբարոյականը
հասավ միջև կաթողիկոսական գաղ, խախտելով ոչ մենակ կուսակրոնության եւ աղքատության ուխտը, որտեղ ցակ տրուսիկով, ցակ նասիով եկավ Ֆրանկ, այսօր միլիարդատեր է։ Ինչի հաշվին է միլիարդատեր։ Ոնց է կողոպտել, ոնց է թալանել, ոնց է ջեբկերություն արել մտել եկեղեցին։ Ներողություն։ Այսա սիրելի ժողովուրդ, սա իրական պատմություն է եւ իրական փաստեր են, որը ձեզ արժեվը կդնեն։ Ուրեմն դրա համար եկեղեցին, քանի որ այս տականքը պատրաստել է շատ վատ մարդիկ, փչացած մարդիկ դրել է եկեղեցու մեջ, որոնք այսօր փորձում են խառնել, փորձում են գնալ նորից իր կարճոցիկի վրա են, որտեղ շանտաժում է իրենց հետ խոսում է շանտաժի վախի, սպառնալիքի բանի տակ պահելով եւ դրանք նույն իներցիայով են գնում են իրանի փրթե վստահություն են հայտնում եւ այլն եւ այլն։ Այս բոլորը թող լավ իմանան, մակրբելու է։ Եվ իհարկե կանոնագիրքը պիտի համապատասխանի համահունչ 21-րդ դարվա կարիքներին եւ պահանջներին, իհարկե թողնելով այն կարևորագույն դրույթները, որոնք կան մեր եկեղեցու ավանդության մեջ եւ առաքելական կանոնների եւ 3 տիեզերական ժողովների մեջ ամփոփված, սակայն ավելի մոդեռն, ես չեմ վախենա այդ բառը օգտագործել, տեսքով պետք է հանդես գալ, որովհետեւ այլևս մենք գործ ունենք մի հասարակության հետ, որի աչքերը բաց են ամբողջովին, չես կարող խաբել։ Եվ դրա կարիքն չկա։ Պետք է ժողովրդին ամեն ինչը բացատրես եւ ցույց տաս իրենց սովորացնես այդ կանոնները եկեղեցու, որպեսզի հետ այսօր որևէ մեկը չկարողանա հիմարացնել հասարակությունը եւ մոլորության մեջ պահել։ Այս հարցերը կան, որը առանցքային հարցեր են։ Եվ իհարկե սիրելիներ, կրկնում եմ, գնալու եմ այդ ճանապարհով, որ ես շատ բաներ եմ լսել, որ խոսակցություններ են գնում, նույնիսկ այսօր ասում են, որ այս մարդն կաթողիկոսական տեղապահ պիտի լինի, հա։ Լսում եմ տարբեր բաներ։ Ով ուզում է լինի ինչ մակարդակով ուզում է դա հնչի։ Այստեղից ուզում եմ դա ասել։ Կամ կաթողիկոսը այսա կարող է լինել։ Ոչ։ Սա այս խաղերը նախքին չի լինի։ Կլինի այնպես, ինչպես որ պետք է ճիշտը լինի։ Եկեղեցին պիտի շահի եւ մեր ժողովուրդը չի կարող եկեղեցին նորից դուժել, ժողովուրդը էլի հիմար կարգավիճակում հայտնվել եւ այլն։ Ինչ չի լինելու այդպիսի բան։ Օրինակ ես նաեւ իմ անձնական տեսակետն եմ այսօր նաեւ ուզում հայտնել, հա։ Քանի որ մենք անկեղծ զրույց ենք տանում եւ ես խոսում եմ այն մասին, ինչ պիտի լինի դրանից հետո, երբ որ կտրիչը տապալվեց եւ ունեցանք արդեն կաթողիկոսական տեղապահ, որը պիտի նաեւ նախապատրաստի կաթողիկոսական ընտրությունները։ Ես պիտի ասեմ, որ իմ տեսակետը եւ առաջարկը երկրի իշխանություններին երկու աթոռները աշխատանք թափել միացնելու համար։ Այսինքն տեղապահը մի 2 տարի պետք է առնվազն գործի, որպեսզի մաքրման աշխատանքները, կանոնագիրքը, այս բոլոր հարցերը լուծվեն։ Ես կարծում եմ 2 տարին ամենակիչը կքաշի դա։ Բայց կարևոր է նաև նկատել, որ երկու աթոռները միանան։ Անտիլիասը եւ Էջմիածինը ժամանակը կարծում եմ հասունացել է նրան։ Եվ ես շատ դրական կարծիք ունեմ շնորհազարդ Արամ առաջին կաթողիկոսի վերաբերյալ։ Չնայած իր ունեցած արտահայտությունների, որոնք միշտ ես մեր ժողովրդին բացատրել եմ, որ սա Արամ Վեապարի դիրքորոշումը չէ։ Արամ Վեապարը այսօր պատանդ է դաշնակցական կուսակցության։ Եվ կարծում եմ լավագույն լուծումն է նաև դաշնակցական կուսակցությունը ուղարկելու պատմական թանգարանային, այսպես ասած, իր ստատուսը, հա, ընդունելու վերջնական, հենց այն է, որ երկու գահերը պետք է միանան եւ կարծում եմ, որ Անտիլիասում անցումային շրջան պետք է լինի եւ այնտեղ պետք է լինի ընդամենը տեղապահ, կաթողիկոսական տեղապահ, եւ եթե երկու աթոռները միացնեն, կարծում եմ հրավիրել Արամ առաջին Վեապար հայրապետին բազմելու Գրիգոր Լուսավորչի սուրբ գահին եւ Արամ Վեապարը այն պայմանով, որ այնտեղ կունենան կաթողիկոսական տեղապահ, որ ուղղակի ընթացիկ հարցերը համաձայնեցնելով Վեապարի հետ Անտիլիասում պետք է կարգավորի, որտեղ ինչպես ասեցի, դա անցումային փուլ է պահանջելու նաեւ։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գաղափարը ուզում էր փորձեր արեց, որ դա ստացվի, բայց իրեն չհաջողվեց։ Ես կարծում եմ մեր երկրի վարչապետը, քանի որ ինքը հմուտ քաղաքական գործիչ եւ արդեն կայացած պետական այր, եւ հաշվի առնելով այսօրվա աշխարհի արչեւ ծառացած լրջագույն խնդիրներ ու մարտահրավերները, շատ արդիական է այս հարցը այսօր բարձրացնել եւ այս երկու գահերը միացնել իրար։ Սա իմ անձնական կարծիքն է, շահարկման առարկա թող չդառնա, չմեղադրեն վաղը չասեն թե տեսակը տեսեք Արամ առաջինի համար է քարոզում այստեղ եւ այլն եւ այլն։ Ես սա իմ տեսակետն եմ հայտնում, որտեղ անձամբ Վեապար հայրապետի հետ ունեցել եմ հնարավորություն շփվելու
եւ ունենալու այն պատկերացումները, որ ինձ համար շատ տպավորիչ էին, եւ տեսնալով հետեւելով նաեւ իր գործունեությանը։ Նաեւ պիտի նշեմ, որ միջազգային գետնի վրա եւ աշխարհասփյուր հայությունը ընդունում եւ հարգում է Արամ առաջին վեապարին Սփյուռքում, նրան լավ ճանաչում են։ Նաեւ մյուս գահակալները Կոնստանտինոպոլսի հայոց պատրիարքն ու Երուսաղեմի հայոց պատրիարքը նմանապես հաշվի են առնում եւ կարեւորում են Արամ առաջին վեապարի խոսքը։ Ուրեմն իմ կարծիքն է դա։ Ես դա եմ գտնում, մնացածը արդեն պետք է, այսպես ասած, որոշի արդեն ընթացքը։ Բայց սիրելի ժողովուրդ, այն ինչ որ վերաբերում է եկեղեցական կյանքից ներս բարեփոխումների, մաքրման աշխատանքներին հետամուտ ենք լինելու, հետևելու ենք այս ամենին, որ նա հասնի իր լռումին։ Ես թույլ չեմ տա, որ իմ աշխատանքը ջուրը գնա եւ որ դրանից օգտվեն պոռնիկները։ Թույլ չեմ տալու։ Պետք է այս իրավիճակը փոխվի, որպեսզի արդարությունը վերականգնվի նախ եւ առաջ եկեղեցում եւ արդարության մթնոլորտի ձևավորումից հետո այս եկեղեցին կարողանա ընթացիկ աշխատանքներով շահել երկնքի արքայության համար հայ զավակներին։ Սա է գլխավոր առաքելությունը եկեղեցականի։ Եվ այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մայր եկեղեցում այսօր կան հոգևորականներ եւ եթե այդ միացումը նաեւ լինի երկու աթոռները, հա, մենք պետք է տեսնանք շատ լավ ազնիվ բարձրաստիճան հոգևորականներին, անտիլիասական arczepiskoposներին ու եպիսկոպոսներին։ Օրինակ մեկին ես անձամբ շատ լավ ճանաչում եմ, Վարուժան arczepiskopos Հերքիլյանը, մի փառավոր մարդ է, մի ազնվագույն անձնավորություն, հա, եթե վաղը մյուս օրը իրպես եւ գիտեմ մյուս եպիսկոպոս եւ arczepiskoposներն են այնտեղ բավական դրական մարդիկ են, ինչու՞ չէ, նաեւ վարդապետներ, աբեղաներ։ Ուրեմն երբեք կադրային սով չեն կարող ունենալ։ Ես հիշում եմ Գարեգին առաջին Սարգսյանը երբ որ եկավ, իր հետ բերել էր Անտիլիասից որոշ բարձրաստիճան եւ շարքային հոգևորականներին եւ ահագին լավ լիցք եւ թարմություն եւ զարթոնք պատճառեց դրանով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ուղղակի ժամանակը չհերիքեց, վեհապարին թունավորել է կտրիչը։ Թունավորել է։ Մեկ ուրիշ բանի մասին պիտի խոսամ։ Ես կոչ եմ անում, ուրեմն, որպեսզի կտրիչ Ներսիսյանը արգելափակվի իր մուտքը երկրից, նա չկարողանա ոչ միտեղ բացակայել եւ անպայման գահից ընկնելուն պես նա իրավապահ մարմինների կողմից կոչ եմ անում։ Ուրեմն անցնի պատասխանատվության։ Պետք է անպայման իրեն կանչեն այդ պատկան մարմինները եւ այն շրջանակներում, այն գործերի շրջանակներում, որոնք կան, այն մեղադրանքների շրջանակներում, որ նա պիտի սպառիչ պատասխաններ ներկայացնի այդ պատկան մարմիններին։ Այսինքն մենք պարտավոր ենք ձեզ հետ պատժել այն բոլոր ստահակներին, ովքեր միասին հանցախմբի այս բանը, որ կազմել են այնտեղ եկեղեցին Կուկուշկայատոր պատահական չեմ ասել, վերածել են Մայրաթորը Կուկուշկայատորի, նրանք պետք է տան պատասխան։ Պետության առաջ պիտի կանգնեն իբրև դավեր գործող, իբրև օտար ուժերին սպասարկող դավաճաններ, ազգի դավաճաններ են, պետության դավաճաններ են եւ ամենակարևորը հուդաններ են, Քրիստոսին են դավաճանել։ Աստծո պատվիրանները չեն պահել, ապրել են անբարոյական կյանքով։ Այս ամենի համար նրանք պիտի տան պատասխան, չեմ ասում այն ալանթալանի համար, եւ նորից եմ ասում, ես կոչ եմ անում հարկային տեսչությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին, գլխավոր դատախազությանը, ամբողջ զորության ոստիկանությանը, որ պիտի նրանք ստուգումներ իրականացնեն։ Վերից վար պետք է այս Մայրաթորի եղած չեղածը պիտի ստուգվի։ Գիտեք ինչի, որտեղ վաղը կասի տեղապահը գողացավ։ Այսինքն պետք է այս բոլոր բաները անմիջապես պետությունը բանանի, ֆիքսի, ինչ կա Մայրաթորի մեջ։ Ամենտեղ ինչ կա, հաշիվները, բանկը, ամեն ինչը պիտի անմիջապես ֆիքսվի, որտեղ վաղը ինքը կպարպի եւ կասի գողացավ բանը, տեղապահը գողացավ, ինքը յուրացրեց։ Այսա շատ կարևոր դիտարկում է եւ ուզում եմ մեր պետության պատասխանատուներին այս բանի վրա ուշադրությունը իրենց բևեռել։ Այսքանը սիրելիներ, որ կարևոր է շատ, կարծում եմ սա առանցքային այն հարցերն էին, որոնք պետք է անպայման լինեն առաջիկայում եւ դառնան իրականություն, ինչ վերաբերվում է այստեղից այնտեղից տարբեր մանկլավիկներին, տարբեր, չգիտեմ, անփարոյական գործիչներին տեսնում ենք տարբեր տաղավարներից վայրահաչոցները եւ այլն, նրանք մռմռում են, նրանք սրբապիղծ են, նրանք ուզում են, որ սրբապղծության մեջ լինի եկեղեցին, նրանք ցանկանում են, որ կեղտի ցեխի մեջ թավալ գա ժողովուրդը, մեղքերի մեջ ապրի հասարակությունը։ Սոդոմ Գոմորրան, կարճ ասած, ուզում են Հայաստանը Սոդոմ Գոմորրայի վերածել։
Այն նրանց ցանկությունը դա է։ Դրա համար այս բոլորին մենք պիտի ասենք ոչ։ Եկեղեցին պետք է ունենա իր կոնկրետ գործառույթները, իր շրջանակները, որոնց մեջ նա պիտի գործի։ Երբեք պետական հարցերով չպիտի զբաղվի եկեղեցին։ Երբեք չպիտի ներթափածի ներքաղաքական խնդիրներին, չգիտեմ, արտաքին քաղաքականությանը։ Սա մեր գործառույթները չեն, սա մեր առաքելությունը չէ։ Հիսուս Քրիստոսը չի ասել. առաքյալներին գնացեք, քարոզեք, պոլիտիկ արեք։ Այդպիսի բաներ ասեք։ Չի ասել տես բան Հիսուս Քրիստոսը, ասել ավետարանը քարոզեք, բայց ոչ թե գնացեք քաղաքական հարթակի վերածեք եկեղեցին։ Կամ դավեր գործեք, որպեսզի ուրեմն հեղաշրջում իրականացնեն, Հայաստանում իշխանություն փոխվի։ Սա հասկանում եք, սա է բավարար մեղադրանքը, որ կտրիչի գլուխը կտրվի, ուղղակի։ Բարից փոխադարձ իմաստով, այսինքն իբրև կաթողիկոս այդ գործառույթները իրականացրել է, ինչ իրավունքով, ով է այդ իշխանությունը իրականացրել։ Որևէ մեկը չի կարող այս հարցերին պատասխանել։ Այդ կուկուշկայի աթոռում այսօր իր բանդան, որ հավաքել է շուրջը, ով կարող է այդ հարցին պատասխան տալ։ Ոչ մեկ։ Նրանք զբաղվել են այլ բաներով եւ եկեղեցու հետ կապ չեն ունեցել։ Սրտանց աղոթք չեն արել երբեք։ Եթե երբևիցե արել են դերասանական, այսինքն ժողովրդի աչքին երևալու համար, ժամերգությունը եղել է, չգիտեմ, պատարակը եղել է, բայց սա ձև էր, սա թատրոն էր, սա խաղալիք էր։ Այսքանը ես ուզում եմ, որ ձեր աչքերը մինչև վերջ բացվեն։ Ինչ է տեղի ունեցել այս տարիների ընթացքում։ Դրա համար սիրելի ժողովուրդ, հետ այսու եկեք մենք միասին լինենք ստապ, ոնց որ ասած, միապերյան։ Խոստովանենք, որ այո, ապրել ենք այդ ստի կեղծիկի մեջ, որ մեր երկար տարիները մենք փաստորեն վատնել ենք եւ մեր ունեցածը այդ հոգեվոր, չնչին է եղել։ Այսինքն հոգեվոր կյանքը լիարժեք չի գործել Հայաստանում եկեղեցին։ Դե ֆակտո չի գործել։ Ուղղակի փող աշխատելու համար նրանք ինչ որ ձևի համար բաներ են արել։ Ես կամ մի բան, բայց որ նրանք Աստծուն ծառայեին, ժողովրդին եւ անեին դա, այնպես ինչպես որ պահանջում է, ուրեմն մեր հոգեվոր դասից Աստծո խոսքը, ինչպես որ կարգն ու կանոնն է պահանջում եկեղեցու, ավանդությունն է պահանջում, դա տեղի չի ունեցել երբևիցե։ Ուրեմն սա է, եւ կրկնում եմ, ես բոլորին եմ աջակցում, այդ 10 arczepiskopos ու եպիսկոպոսներին, աջակցում եմ ասացական մի հաց տվեցին, բայց ինչու Վրթանես Սրբազանի համար չխոսեցիք։ Վրթանես Սրբազանը քաչ սրբազաններից է, հասկանալով այն իրավիճակը, որի մեջ է նա հայտնվել, իբրև Արցախի թեմի առաջնորդ, նա արել է իր ազնիվ քայլը։ Վրթանես Սրբազանը լավագույն հոգևորականներից է Հայաստանյաց եկեղեցու, եւ նա պիտի իհարկե շարունակի իր գործառույթները եկեղեցում, պետք է իր ազդեցությունը ունենա, ինչպես Վանորեից տեսուչը Արտակ Սրբազանը, ինչպես Անուշավան Սրբազանը, Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Երևանի եւ բոլոր այն եպիսկոպոսներ ու arczepiskopոսները, որոնց մասին մենք խոսեցինք։ Բայց կրկնում եմ ես ցանկանում եմ տեսնալ այսօրվա կաթողիկոսական տեղապահի կարգավիճակում միայն մեկ մարդուն։ Դա Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է։ Կարծում եմ ինքը անցել է այն թեստը, որը ես անցկացրեցի իմ էջում։ Դու գիտեք, չէ՞, որ իմ էջը դիտումներ կան, որ 600,000-ից ավել է լինում։ Օրինակ ես տարբեր նյութեր եմ հրապարակում եւ ստատիստիկա ունեմ, որտեղ որ նշվում է, թե ինչքան է դիտումները եղել։ Բավական հզոր հետևորդներ ունեմ, բավական հզոր դաշտ ունեմ։ Իհարկե իմ ուժը դուք եք սիրելի ժողովուրդ, իմ զորությունը այստեղից է, որ ձեպես ազնիվ նվիրյալ հոգիներ են, որոնք ուզում են հետևել ճշմարտությանը։ Եվ պատահական չէ, որ Աստծո ձայնը հաղորդաշարն եմ կոչել։ Աստծո ձայնը հաղորդաշարը մի նպատակ ուներ՝ քանդել Սադանայի տունը։ Հիմա պիտի վերանա դա։ Երբ որ վերջանա, այլևս Աստծո ձայն հաղորդաշարը չի լինի։ Դա էլ պիտի ձեզ ասեմ, որ ես փակելու եմ այդ հաղորդաշարը, որտեղ իր նպատակը եղել է Աստծո խոսքը բացատրել, նպատակ ունենալով անփարունակ վիճակից դուրս բերել Մայրաթուր Սուրբ Էջմիածին։ Եթե Էջմիածնում արդեն ձևավորվի առողջ մթնոլորտ, դրա կարիք այլևս չի, անհրաժեշտություն չի լինի, կարիքը չի լինի, որ ինչ որ նման հաղորդմամբ հանդես գանք։ Իհարկե մենք միշտ կապը կպահենք եւ կաշխատենք ուրեմն ավելի խոսել օրվա խնդիրներից կամ խոսել Աստծո եկեղեցու ամենակարևոր հարցերից, բայց արդեն այն քննարկումները, որոնք ունեցել ենք այս տարիների ընթացքում եւ շարունակական են եղել այդ քննարկումները, անհրաժեշտությունը այլևս չի լինի։ Դրա համար կգնում եմ, ես պայքարելու եմ սիրելի ժողովուրդ, որպեսզի հանկարծ չլինի, որ մեկը գա այնտեղ օթերից sense ու հայտնվի ասի բարև ձեզ, ես եմ կաթողիկոսական տեղապահ, այն մարդը, որը ոչ մի բան չի արել այս գործի համար։ Հասկանում եք, սա անընդունելի կլինի։
Անընդունելի։ Այսքանը եւ ձեր կենացը պիտի վերջում խմեմ, սիրելի ժողովուրդ։ Իհարկե հաղթանակը մերն է, մենք բոլորս փաստորեն եւս մեկ շաբաթ պիտի համբերենք, սիրելի ժողովուրդ։ Մի շաբաթ է մնացել ընդամենը։ Այս հարցերը կկարգավորվեն։ Դուք ձեր աչքերով կտեսնաք։ Եվ կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը այլևս չի քնի։ Անքուն գիշերներ են մաղթում իրեն եւ ինքը կունենա այդ անքնությունը։ Իմիջիալոց ինձ ասել են արդեն, որ կողքը մենակ Նանարն է մնացել, Նաթան Կիրց arczepiskopos-ը, ինչպես նաեւ Նատաշային անվանում այդ մոլագար սերական ինքն է կողքը մնացել, շեփոր է հարում իրեն։ Այ երկուսով ձեր քիթված դուրս եկեք, մայրաթորից գնացեք գրողի ծոցը։ Այն կեղտերը արդեն բանտում են եւ պիտի դատվեն։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի արդարադատությունը իրենց պիտի համապատասխան մեր օրենքին պատիժ նշանակի, չնայելով ոչ մի հանգամանքի։ Սա առաջինը։ Երկրորդը, Միքայել Աջապահյանին շատ ուշադիր հետևեք։ Իզմիրյան բժշկական կենտրոն է գնալու, վաղը կարծեմ տանուլ են վիրահատությանը։ Ես կարծում եմ խաբեբայություն է դա։ Ես կարծում եմ, որ ինքը դավերի համար է գնում այնտեղ, կապը ունի Կտրիչի հետ, ինչ որ բաներ են անելու այնտեղ։ Ինչ են թույլ տվել հենց Իզմիրյան բժշկական կենտրոն գնա։ Գիտեք, որ Գարեգինի կնոջ անունով է այդ հիվանդանոցը։ Այո, բժշկական Իզմիրյան կենտրոնը Լոլային է։ Լոլան է սեփականատերը։ Գնացեք այդ թղթերը վկայականները հանեք։ Եվ ուզում եմ ասել, որ ես զարմացած եմ այդ բանի վրա եւ վախում եմ ինքը փախուստի դիմի։ Ես չեմ զարմանա կնգար շորեր հագնի։ Չեմ զարմանա մասկան դնի երեսի վրա, բան փախնի եգրից։ Վրաստանի բանով, սահմանով բանով, չգիտեմ։ Այսինքն ենթադրում եմ, որ ոչ մի վիրահատության կարիքը չունի ամենևին։ Նա բողոքի պես առողջ է, սիմուլյանտ է նա։ Սիմուլյանտ։ Եվ ոչ մեկին պիտի թույլ չտան ոչ միտեղ բացակայ։ Պիտի շատ քիչ են իրան տվել, որ ինքը բանտի մեջ պարկի, դեռ ուզում է ուրեմն այդ պատրվակով բան անի, ազատվի իր պատասխանատվությունից։ Այսքանը խնդրում եմ շատ տարածեք, կսպասեմ ձեր գրառումներին, լայքերը անվճար են սիրելի ժողովուրդ։ Դուք ձեր լայքերով, ձեր գրառումներով գնահատում եք նաև իմ այս երկար տարիների իմ գործունեությունը, իմ աշխատանքները ամենօրյա, եւ իհարկե ես կուզեմ, որ դուք բոլորդ շատ ուշադիր ու զգոն լինեք։ Այս շաբաթը բախտորոշ է, վճռական է։ Անամանտ շաբաթ-կիրակի օրերը, որոնք կգան դեկտեմբերի 20-21-ը բախտորոշ օրեր են լինելու եւ շրջադարձային մեր եկեղեցու նորագույն պատմության համար այժմ եւ միշտ եւ հավիտյանը Սավիդենից ամեն։ Աչ նարարչական, բազուկս փրկչական, Սուրբ Խաչը տերունական լինի ձեզ պահաբան այսուհետև մինչև հավիտյան ամեն։ Թող Հիսուսի Տերը, Հիսուս Տերը իր շնորհքը, իր խաղաղությունը, իր սերը, իր օրհնությունը եւ իր ողորմությունը իջացնի մեր ազգի վրա եւ մեր եկեղեցու այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտյանից ամեն։ Եվ մեր սիրեցյալ պետական ավականու գլխավորությամբ երկրի վարչապետի եւ 10 arczepiskopos ու եպիսկոպոսների եւ մեր սիրեցյալ այն հոգեվորականների, ովքեր որ առողջ են դատում եւ հետեւում են վեհարանավեհի շարժման ընթացքին եւ մեր սիրեցյալ համայն ժողովրդի կենացը ուշ եւ կարողություն բոլորիդ։ Խաղաղությամբ մնաք։ Կհանդիպենք նորից, տարածեք։